Norquis Batista, Juan Pablo Raba, Mayra Alejandro Rodríguez, Gustavo Rodríguez եւ ուրիշներ։ Արտաս Սովոր, Անաստասիան։ Չեմ կարողանում հասկանալ, թե այդ շոուում ինչ գործ ունեիք, դուք ես ծաղրի առարկա էր դարձրել։ Ինչի մասին էիր մտածում, Ռոմելիա։ Իմ ընտանիքի իմ ամուսնության։ Ես փորձեցի հեռանալ այդտեղից, բայց նրանք ինձ թույլ չտվեցին, նրանք ստիպեցին ինձ։ Աստծո սիրուն, ինչպես կարող էին այդ ծաղրացուները քեզ ինչ-որ բան ստիպել, միթե չէիր գիտակցում, թե ինչ էիր անում։ Ինչ է քեզ պատահել, Տեոբալդո, արդեն հոգնել եմ այս ընտանիքի համար պայքարելուց, ամեն ինչ վտանգի ենթարկելուց, բայց արդյունքում ոչինչ չստանալուց։ Աստծո սիրուն, չսկսես քո այդ էժանագին մելոդրամները։ Տեոբալդո, ես կորցեցի դստերս, իսկ հիմա էլ կորցում եմ Ակվիլեսին։ Միգուցե քո իտալուհին այդքան էլ քեզ չի հետաքրքրում, բայց ինձ հետաքրքրում է, որովհետև իմ ընտանիքի կայունությունը նրանից է կախված։ Տեոբալդո, քեզ իսկական Բորովսկու նման պահիր։ Եզում տեղն ես դրել։ Չբղավես ինձ վրա։ Դու խոսում ես հեղինակության մասին, բայց միշտ կախշան նման ընկած ես որդուդ կնոջ ետևից։ Նման բան չէր պատահի, եթե աչքդ կնոջդ վրա պահեիր։ Որքան հեշտ է սեփական սխալների համար ուրիշներին մեղադրել։ Այ դու ես մեղադրում ողջ աշխարհին քո իսկ սխալների համար։ Դու չես ընդունում, որ առաջին անպատասխանատու քայլը դու ես արել։ Ուշադիր ինձ լսիր, Տեոբալդո։ Ոչ Տոնին, ոչ Սանտիագոն, ոչ Վիոլետան եւ առավել եւս ես պատասխանատու չենք քո արարքների համար։ Տեսնում ես ինչ հեշտ է։ Այո։ Լավ։ Հիմա դու կխոնարես այս բայը։ Եթե ճիշտ խոնարես, Մարիա Վալենտինան կգիշերի մեր տանը։ Դե, ինչ կասես։ Մայրիկ, կարելի է։ Իհարկե, ես դրանում ոչ մի խնդիր չեմ տեսնում, բայց Մարիա Վալենտինան նախ պետք է զգուշացնի իր հայրիկին։ Դե հիմա գնացեք եւ դե տնային աշխատանքը կատարեք։ Հաջողություն։ Ցտեսություն։ Ցտեսություն։ Մայրիկ, Աստված քեզ հետ։ Օ, ինչ հիանալի հայրիկ ես։ Ինչ հիանալի։ Հիանալի։ Ներեցեք չէի ուզում ձեզ խանգարել, բայց դուռը բաց էր։ Ոչ, մի անհանգստացիր։ Այս տանդատները միշտ բաց են քո առջև, բայց ինչն է քեզ այս ուժամին այստեղ բերել։ Դե ես եկա, որովհետև հասկացա, որ Վիոլետան ինձ իսկապես լավ է վերաբերվում, եւ ես ուզում էի ներողություն խնդրել նրանից, այնպես որ Սանտիագո, եթե դեմ չես, ես կցանկանայի նրա հետ առանձին խոսել։ Այո։ Ներեցեք։ Ինչ է սա։ Ոչ, ես չեմ կարող խմել, տեսնում ես, ես երեխայի եմ սպասում։ Դե լավ, ինչ խնդիր կա։ Կարծում եմ մենք խոսելու շատ բան ունենք։ Ինչու այդ ընթացքում մի բան չխմենք։ Ես գիտեմ, որ անբարոյականները գարեջուր շատ են սիրում։ Լսիր աղջիկ, ես գիտեմ, որ դու երկերեսանի ես, այնպես որ եթե չես ուզում, որ այս շիշը գլխիդ կոտրեմ, ուրեմն հեռացիր այստեղից, շտապ իրարակ դուրս արի այստեղից։ Ինչ է այստեղ կատարվում։ Ես ելվս չեմ կարող այս ամենը տանել, ես եկել եմ Վիոլետայից ներողություն խնդրելու, իսկ նա այդպես է ինձ հետ վարվում, տեսնում ես, այս տանը բոլորին վատ են վերաբերում։ Ինչ ալոցիր նրան Վիոլետը։ Վերցրու սա, փորձիր ինքդ կռահել։ Ներեցեք ինձ բժիշկ, ես քնած էի։ Նա էլ էր քնած։ Ինչպես անցավորդ։ Հիանալի, մենք երկար զրուցեցինք։ Հիմա Ալեքսանդրան իրեն ավելի լավ է զգում։ Ես շատ ուրախ եմ նրա համար, որովհետև ես ու Ալեքսանդրան իրար լավ ենք հասկանում։ Դուք պետք է զգույշ լինեք, պարոն Օվիդիո։ Դուք պետք է զգույշ վարվեք Ալեքսանդրայի հետ։ Նա առողջ չի դատում, հիմա նա այնքան անպաշտպան ու անօգնական է իրեն զգում։ Դա կարող է նրա վիճակի վրա բացասաբար ազդել։ Դուք հասկանում եք, թե ինձ ինչն է մտահոգում։ Նախ եւ առաջ բժիշկ, Ալեքսանդրան բացարձակ առողջ է։ Երկրորդ, ես ուզում եմ, որ մենք դուով խոսենք։ Եվ երրորդ, ուզում եմ քեզ զբոսանքի հրավիրել, ուզում եմ իմ խորին շնորհակալությունն ու երախտագիտությունը հայտնել քեզ։ Դե Օվիդիո, ես կարող եմ քեզ հետ դույով խոսել, բայց ինձ սխալ չհասկանաս, դա իմ կողմից սխալ քայլ կլինի։ Իհարկե, հիվանդը բժշկի հետ չի կարող զբոսանքի գնալ։ Սխալվում ես, որովհետև ես չեմ քո հիվանդը, այլ նա է։ Ես ընդամենը ուզում եմ երախտագիտությունս հայտնել։ Բայց կարծում եմ, որ դա ճիշտ չէ։ Սա ընդամենը սովորական զբոսանք է։ Ես պարզապես ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել այն ամենի համար, ինչ արեցիք ինձ համար։
Եթե մերժես կվիրավորվեմ։ Դե լավ, բայց ընդամենը մի զբոսանք, միայն այսօր երեկոյան։ Պայմանավորվեցինք։ Գոյիտա, խնդրում եմ։ Քունը ստանում է Պիո։ Գրեգորիա, դե քայլիր, մենք պետք է բժշկի մոտ գնանք։ Գրեգորիա, Լավ, բայց նախ եւ առաջարի մի բան ուտենք։ դու չես կարող հիմա մի բան ուտել, Գրեգորիա։ Գոյիտա, դու պետք է մի քանի թեստեր հանձնես, չէ՞։ Ախր ես արդեն 20 միավոր եմ հավաքել, միայն նրանք են միևնույն թեստ ազդում, ովքեր ձախողվում են։ Բայց տարբեր թեստեր կան։ Լավ, սպասիր զանգեմ Մակոին, թող նա էլ մեզ հետ գա։ Ոչ, Գրեգորիա, արդեն ուշ է, ժամանակ չկա, մենք կուշանանք, արի գնացինք, Գոյիտա, դե արի։ Ինչ է պատահել Պիա։ Արի, քայլիր, դե, արի։ Տանը ոչ ոք չկա։ Արի։ Աստված իմ։ Ես ուզում եմ քեզ մի բան ասել։ Լսիր։ Հենց հիմա երկուսդ էլ կբացատրեք, թե այդ ինչ խեղճ կատակություն եք սարքել։ Լավ, հայրիկ։ Ես քեզ ամեն ինչ կբացատրեմ։ Ամեն ինչ այդքան էլ բարդ չէ իրականում։ Բանն այն է, հայրիկ, որ այս կինն ու ես սիրում ենք իրար։ Այս կինը քո հարսն է Ակվիլես Տեոբալդոյի կինը։ Ինչպես տեսնում եք, Սկեսրայր, ես դժբախտ կին եմ։ Ես շատ դժբախտ եմ ամուսնուս Տեոբալդոյի հետ։ Նա շատ կոպիտ է ինձ հետ։ Դու գիտակցում ես, որ բոլոր կամուրջներն այրում ես։ Դու գոնե հասկանում ես, թե ինչ հիմարություն արեցիր, գոնե հասկանում ես, որ ընտանիքդ կործանեցիր։ Լավ, հայրիկ, դրանում միայն սերն է մեղավոր։ Մեղավոր է խնդությունների եւ կյանքը վայելելու մեջ։ Ոչ, պարոն։ Խնդրում եմ բարի եղեք վերջ տվեք այս խառնաշապտին։ Ագրիպինա, դու վերադարձիր Տեոբալդոյի մոտ։ Արդեք ձեր խնդիրները, իսկ դու Ակվիլես, ներողություն խնդրիր Բրոմելիայից եւ վերադարձիր նրա մոտ։ Պարզ է։ Պարոն Սկեսրայր, ես դա մեծ սիրով կանեի, եթե կարողանայի իմ պրոբլեմները հարթել Տեոբալդոյի հետ եւ եթե կարողանայի լուծել իմ ամուսնական խնդիրները, բայց Հայրիկ, մենք երեխաներ չենք։ Բավական է մեզ հետ վարվես այնպես, ասես փոքր երեխաներ լինենք։ Ինչու է ստիպում ես անել մի բան, որ մենք չենք ուզում։ Ես ես կնոջը ոչ մի դեպքում չեմ լքի։ Որովհետև սիրում եմ նրան, հայրիկ։ Այո, սիրում եմ։ Ես սիրում եմ այս կնոջը։ Ակվիլես, որտեղ ես դուրս արի, Ակվիլես։ Ինչու Ակվիլես, ինչու այդպես վարվեցիր ինձ հետ, ինչու այդպես վարվեցիր, ես ատում եմ քեզ Ակվիլես, ես այնքան բան եմ հանդուրժել, օրորի քո սեռական խնդիրներն էի հանդուրժում, ես քո պատճառով անբավարարված կին դարձա, այսքան տարի ամուսնացած լինելուց հետո դու ինձ ուրիշ կնոջ հետ փոխեցիր, Ագրիպինայի հետ, ինչպես համարձակվեցիր, այդքան հասարակ կնոջ հետ, ով է ինձ նման իր կյանքը զոհել, ով է թե հոգեպես և թե ֆիզիկապես նվիրվել քո ընտանիքին, և տես թե ես ինչ եմ դարձել, ես դարձել եմ Բորովսկիների ստրուկը, դու միակ բանն էիր, որ ես ունեի, միակն էիր ողջ երկրագնդում, ես սիրում էի քեզ, ես քեզ այնքան շատ էի սիրում, ինչպես չհասկացար, Աստված իմ, այս ինչ նվաստացում է,
Ինչու ես։ Ինչու հենց ինձ հետ նման բան եղավ։ Ինչու հենց ինձ հետ նման բան եղավ։ Ագրիպինան ու ես ապա հարզանք կպահանջենք, որովհետև մենք ուզում ենք միասին ապրել։ Շատ լավ։ Ավելի լավ լուծում չէր էլ կարող լինել։ Շատ լավ։ Գնացեք ապրեք, երջանիկ եղեք, դեռ կտեսնենք, որքան կտևի երջանկությունը, երբ քաղցած մնաք։ Անմիջապես ետ կգաք։ Գնացեք։ Ինչ վերաբերվում է քեզ Ակվիլես, հենց այսպես սկսած դու ժառանգությունից զրկված ես։ Գնա։ Կտեսնենք, թե որքան կտևի այս անհեթեթ ռոմանտիզմը։ Գնացեք, ուզում եմ տեսնել, թե դուք ինչպես եք ապրելու, հիմարներ։ Սա իրոք որ անակնկալ է այնպես չէ։ Կրկիր ինձ եկեղեցական տղա։ Դու քերի Ֆակունդոյին հիշում ես։ Իհարկե, անշուշտ։ Աստծո սիրուն։ Հիշում եմ, երբ փոքր երեխա էի, նա միշտ Յոլանդայի հետ է։ Թույլ տվեք ներկայացնեմ կնոջս։ Բարի գալուստ Կարակաս։ Շնորհակալ եմ գեղեցիկ աղջիկ։ Շնորհակալ եմ։ Տղա, դու դեռ չես փոխվել, ընդհանրապես չես փոխվել։ Չեմ հասկանում, թե այսպիսի վայրենի ընտանիքից ինչպես կարող այսքան հիանալի տղա ծնվել։ Լավ, բանն այն է, որ մենք Կարակաս ենք եկել, որ մեր հետաքննությունը շարունակենք, բայց մենք պետք է թաքցնենք, որ ոչ ոք չիմանա։ Չպետք է իմանա, որ մենք այստեղ ենք։ Ես ուզում եմ հարցնել քեզ, կարող ենք այստեղ մնալ։ Այո, իհարկե, նստեք, շարունակեք։ Գիտեք, ես չեմ մերժի իմ ընտանիքին իմ տուն մտնելուց։ Ես գիտեի, որ կարող եմ հույսս քեզ վրա դնել։ Նաև դու գիտես, որ ես ուզում եմ այդ վանականին որքան հնարավոր է շուտ բռնել, չէ՞։ Շնորհակալ եմ։ Իսկ Անաստասիային կարող եմ ասել, որ դու այստեղ ես։ Ոչ, անգամ արտասովորը չպետք է իմանա։ Բանն այն է, որ մենք երկուսով գրազ ենք եկել։ Եվ ես ուզում եմ հաղթել։ Ավելի լավ է, եկեք աշխատենք, որովհետև Ակվիլեսի հայտարարությունից հետո ընտանիքը շատ նյարդային վիճակում է գտնվում, իսկ ոսկերչական սրահը չի կարող սպասել, մինչև դուք որոշեք, թե ում կողմն եք բռնում։ Անցեք գործի, դե, արագ։ Անաստասիա, դա հեշտ է։ Ապիկն ինչպես ասի, այնպես էլ կանենք։ Այսինքն հաշվի կառնվի այն ինչը որ լավագույնն է ընտանիքի համար։ Պետք չէ իզուր ժամանակ վատնեն մտածելու եւ որոշումներ կայացնելու վրա։ Ներեցեք, դե Անաստասիա, հենց այդպես էլ կլինի։ Մայրս աշխատանքի եկել է։ Ոչ քաղցիկս, նա մեզ նույնիսկ չի զանգահարել։ Լավ, Լեոն, ենթադրում եմ, դու պիտի որ քեզ ված զգաս։ Դե դու գաղափար չունեք, բայց կա մի բան, որը մեղմում է իմ ցավը։ Ինչ է, նա կարծում է, որ ես ցավազրկող տեղահավ եմ։ Դե կարծում եմ, որ դա սերն է, Լեոն, դու չես կարող այն թաքցնել։ Այո, ես էլ եմ այդպես կարծում։ Երբ ինչ-որ մեկին սիրում ես, ոչ մի սահման չես ճանաչում։ Ապրես, Անաստասիա, շարունակիր այս Playboy-ին զվարճացնել, դու դեռ հետո կտեսնես, դու խելագար ես։ Մոռացել էի, գազօջախին բրինձ եմ դրել, երևի արդեն վառվել է։ Սպասիր, մի վարքյան սպասիր, Անաստասիա, սպասիր։ Լսիր, ուզում եմ քեզ մի բան ասել, բայց չեմ ուզում, որ զուր հույսեր փայփայես։ Մի այրված կին է հայտնվել, նա կարող է Ալեքսանդրան լինել։ Aurelio, եթե քո տեղը լինի, այսօր տուն չէի գնա։ Չես հավատա, երեք մայրս ու քերը Ակվիլեսը մի հեռուստաշոուի են մասնակցում, որտեղ մարդկանց անձնական կյանքն են քննարկում եւ Այո, դուք պետք է միայն տեսնեիք, պարոն Ակվիլեսը շոուի կեսին վեր կացավ ու ասաց, որ սիրում է տիկին Ագրիպինային։ Ինչ։ Դա իրոք որ շատերին ցնցեց։ Այո, ճիշտ է։ Այո։ Պապիկը բարկացած է։ Պատկերացեք, թե հայրիկը ու Բրոմելան ինչպես են տարել այդ հիմարությունը։ Ես միայն կարող եմ ասել, որ նրանց մոտ շատ լավ է ստացվում ամեն ինչ իրար խառնել, չէ։ Միայն ցավում եմ, որ դա ինչ-որտեղ քեզ էլ է վերաբերվում Սանտիագո։ Ոչ, մի անհանգստացին, յուրաքանչյուրն իր ճանապարհով է քայլում, իսկ մնացածը կողքով են անցնում։ Լսեք, բանականը նորից հայտնվել է, որովհետև տոնին բոլորին փակի տակ է պահում, ասես նրա կենդանիները լինեն, իսկ հիմա նա պետք է ընդունի այն փաստը, ինչպես է ամեն մեկն ապստամբում ու հաղթում։ Իսկ ինչ ծրագիր ունեք։ Այդ մասին հետո կխոսենք, իսկ հիմա գիտեք ինչ։ Արի այստեղ։ Արի։
Բանն այն է, որ ես ուզում եմ անակնկալ մատուցել Անաստասիային, լավ։ Եվ ուզում եմ իմանալ, կարող եմ դες վրա հույս դնել։ Դե իհարկե։ Խնդրում եմ Լեոն, խոստացիր, որ ինձ կտանես այդ այրված կնոջ մոտ։ Ես պետք է ճշտեմ Մարսյոք այդ կինը իմ քույրն է թե ոչ։ Խնդրում եմ ինձ այնտեղ տար, թեկուզ աշխարհի ծայրը միայն թե տար ինձ այստեղ։ Շատ կցանկանայի, բայց չեմ կարող։ Խնդրում եմ Լեոն, միթե չես հասկանում, որ միգուցե դա իմ քույրը լինի։ Ես պետք է իմանամ նա է թե ոչ, խնդրում եմ տար ինձ այնտեղ։ Այդքան էլ հեշտ բան չէ, Անաստասիա։ Լսիր, նախ եւ առաջ ես պետք է ստուգեմ հիվանդի մտավոր վիճակը։ Բայց ինչ մտավոր վիճակի մասին է խոսքը։ Այո, նրա մտավոր վիճակը։ Միգուցե նա կորցրել է իր հիշողությունը։ Միգուցե չի հիշում քեզ։ Շատ հավանական է, որ այդպիսի խնդիրներ լինեն։ Լեոն, խնդրում եմ, աղաչում եմ քեզ տար ինձ այդ կնոջ մոտ։ Ես ուզում եմ տեսնել նրան, ուզում եմ տեսնել Ալեքսանդրանն է թե ոչ, խնդրում եմ Լեոն, տար ինձ նրա մոտ։ Ես պետք է իմանամ արդյոք նա ողջ է, արդյոք որևէ բան նրան չի պատահել, աղաչում եմ։ Ոչ, սպասիր։ Արի խմենք Ալեքսանդրայի կենացը։ Այդ աղջկա դեպքը երբևէ ինձ հանդիպած ամենաբարդ ու ամենածանր դեպքն էր։ Ոչ, նման բան մի ասա։ Կարծում ես մեզ մոտ դա վատ է ստացվել։ Ինձ թվում է սխալ եմ արել, որ ընդունել եմ հրավերդ։ Դա դեմ է իմ սկզբունքներին։ Բայց քո հիվանդը ես չեմ։ Ես պարզապես մի ընկեր եմ, որն ուզում է օգնել նրան։ Ինչն է մեզ խանգարում այս պահը վայելելու համար։ Դու սիրում ես նրան, չէ՞։ Դու սկզբում ինձ հենց այդպես էլ ասացիր, որ օգնում ես նրան, որովհետև սիրում ես։ Այո, բայց դա կարող է սպասել, որովհետև տղամարդը իր կարիքներն ունի։ Դու օգտագործեցիր ինձ, չէ՞։ Դու այս ամենը նախորոք էիր ծրագրել, այնպես չէ։ Մի անհանգստացիր, ես մի քիչ գումար եմ խնայել։ Դրանով կարող ենք նոր բիզնես սկսել։ Շատ պարզ բան է, իհարկե։ Այն ամենից հետո երբ մի բնակարան գտնենք, այդ ամենը կանենք։ Ինչ կասես։ Դա ինձ բոլորովին չի հետաքրքրում, Աքվիլես։ Կարևորը կողքիդ լինեմ։ Ահա թե որտեղ ես Ագրիպինա, վերջապես գտել ես մի ծաղրածու, որը ծափարում է քո անպարկեշ շոուներին։ Հարգանք Թեոբալդո։ Հարգանք ունեցիր։ Ինչ հարգանքի մասին է խոսքը, ինչպես հարգեմ քեզ, եթե լքում ես Բրոմելիայի նման կնոջը, այս վուլգար կնոջ համար, բայց ես շնորհակալ եմ քեզ եղբայր, որովհետև այս բեռը շատ ծանր էր ինձ համար։ Ահա Ագրիպինա, քո լավագույն ներկայացումը ստացվեց։ Ավելի ճիշտ քո հռչակավոր ծաղր ու ծանակը։ Ագրիպինա, Դուք երկուսով էլ անհաջողակ եք, երկու բթամիտ միացել են իրար հոշոտելու։ դե կտեսնես, մենք միասին երջանիկ կլինենք, մենք իրար շատ ենք սիրում։ Գիտես, ինձ բոլորովին չի հետաքրքրում քո ռոմանտիկ երազանքները։ Դու լքել ես լավագույնին ոչնչության համար, ոչնչություն ողջ աշխարհի եւ ողջ հարավային Իտալիայի մասշտաբով, որովհետեւ նա զգացմունքների զուրկ մարդ է, նա պարզապես շինծու է, նա մի ողջ ներկայացում է։ Դու այնքան կեղծ ես, Ագրիպինա, որ նույնիսկ դերասանություն չես կարողանում անել։ Դու չես կարող փառքի եւ երբեք չես հասնի, երբեք։ Ձենդ կտրիր։ Դու պարզապես շողք ես։ Երեք դու իմ շողքն էիր, այսօր արդեն Աքվիլեսի, վաղը անհայտ է ով կլինի։ Ինձ համար այս ամենն այնքան ծիծաղելի, այնքան զվարճալի, շնորհակալ եմ ազատության համար, շնորհակալ եմ, շնորհված ազատության համար, այս ամենը մի մեծ փոխհատուցում է տարիներ շարունակ իմ կողքին ապրած դառնությունների համար։ Դու ինձ քննադատում էիր, երբ ես հասարակած տուն էի գնում, որպեսզի մոռանամ քո պատճառած տհաճությունները, իսկ հիմա դու ես այս տնից պատվազուրկ հեռանում։ Գիտեմ, որ այլևս չես հավատում ինձ։ Եվ մեղավորը ես եմ, բայց վստահությունից առավել ինձ անհրաժեշտ է, որ ըմբռնումով մոտենաս այս հարցին։ Որ հարցին ըմբռնումով մոտենամ։ Ես սիրո կարիք եմ զգում։
Սիրո, քնքշանքի ես ինձ այնքան մեղավոր եմ զգում, այնքան մեղավոր եմ զգում։ Դու խոսում ես Ալեքսանդրայի մասին, ճիշտ է։ Այո, ես ինձ մեղավոր եմ զգում Ալեքսանդրային խաբելու համար, բայց իմ պապիկն ինձ միայն դա է սովորեցրել։ Անել այն, ինչ ինքը կհրամայի։ Իսկ ինչու ես շարունակում անել այն, ինչ պապիկը հրամայում, եթե դրանից հետո դու քեզ մեղավոր ես զգում։ Ես միշտ մտածում եմ այդ մասին։ Երբեմն ուզում եմ հեռանալ, փախչել, գնալ հեռու այնպիսի մի տեղ, որտեղ թույլ կտա, որ իմ կամքով շարժվեմ։ Պապիկս միշտ իշխել ու կառավարել է կյանքս։ Ես արդեն հոգնել եմ։ Ինչ ես ուզում անել։ Չգիտեմ։ Ես ամբողջովին խճճվել եմ։ Գիտես, ես քեզ հասկանում եմ։ Պարոն Ֆակունդո, ես գիտեմ, թե որտեղից գտնեմ այն ամենը, ինչ անհրաժեշտ է Աուրելիոյին Անաստասիայի սիրտը գրավելու համար։ Շատ լավ։ Այսպիսի գեղեցկու հետ ես պատրաստ եմ թեկուզ դժոխք գնալ։ Էй, Ֆակունդո, զգույշ լավ։ Լավ, հաջողություն սիրելիս, հաջողություն։ Հաջողություն թանկագինես։ Պայուսա կտվերցրու։ Դե լավ, առայժմ։ Առայժմ։ Հաճելի օր եմ մաղթում։ Ուրեմն եկել ես, որ Անաստասիայի սիրտը գրավես, այո։ Երբ ինձ այնտեղ կտանես, Լեոն, լսիր, խոստացիր, որ կտանես այդ կնոջ մոտ, տար ինձ այնտեղ լավ, ամեն ինչ կանեմ, ինչ որ ասես, ինչ որ խնդրես, Լեոն, խնդրում եմ։ Անաստասիա, լսիր։ Ես շատ կուզենայի քեզ հենց հիմա այնտեղ տանել, այս անորոշությանը վերջ դնելու համար, բայց չեմ կարծում, որ իմը հարմար պահ է։ Բայց ինչու, Լեոն, ինչու, իսկ եթե հանկարծ պարզվի, որ այդ կինը իմ քույրն է եւ նա մեր կարիքն է զգում։ Անաստասիա, լսիր ինձ։ Արդեն երկար ժամանակ ինչ քրոջդ եմ փնտրում։ Երկրի բոլոր հիվանդանոցներում, իմ աշխատակիցների տարբեր մասնագետների հետ մի խոսքով։ Հիմա երբ մենք արդեն գիտենք, ավելի ճիշտ այդքան մոտ ենք, չարժե շտապել, ավելի լավ է քայլ առ քայլ մոտենալ։ Ինչ կասես։ Դե լավ, շնորհակալ եմ, Լեոն։ Իսկապես, անչափ շնորհակալ եմ, դու միակ մարդն ես, որ առանց ավելորդ իրարանցման մատդ մատիտ խփեցիր ու նրա մասին մի բան իմացար, իսկապես, շատ շնորհակալ եմ։ Ես դա արել եմ, որովհետև իսկապես հավանում եմ քեզ։ Ես չէի պատկերացնում, որ դու այսքան շատ ես տառապում Ալեքսանդրայի համար։ Լեոն, խնդրում եմ, ինձ մի բան խոստացիր։ Լսում եմ քեզ։ Խոստացիր, որ եթե ինչ-որ նորություն իմանաս քրոջս մասին մի որևէ հստակ բան, եթե իմանաս նրա տեղը, խնդրում եմ։ Խոստացիր, որ ինձ կտանես նրա մոտ, խնդրում եմ, Լեոն, խոստացիր ինձ, խնդրում եմ։ Խոստանում եմ, Անաստասիա։ Շնորհակալ եմ, Լեոն, շնորհակալ եմ։ Պիա, դու ինձ հետ արի, ես չեմ ուզում նրա հետ գնալ։ Գոյիտա, հիշում ես անցած անգամ, երբ դուք մենակ եք, ոչ մի վատ բան էլ չպատահեց։ Այո, բայց անցած անգամ ես նման կանխազգացում չունեի, ես շատ եմ վախենում, սիրտս այնքան արագ է բաբախում, ասես դուրս է թռչելու բերանիցս, խոստացիր, որ ոչինչ չի պատահի։ Գրեգորիա, խոստանում եմ, ոչ մի վատ բան չի լինի։ Խոստացիր ինձ, Պիա։ Լսիր, սիրելիս, հիմա քույրը քեզ դեղ կտա եւ դու կքնես, իսկ երբ արթնանաս, նրանք արդեն թեստը վերցրած կլինեն, լավ։ Կտեսնես, ամեն ինչ լավ կլինի։ Տեր Աստված, սա իմ կյանքի ամենաահավոր պահն է։ Խնդրում եմ, բժիշկ, ասացեք, որ ես ճիշտ եմ վարվում, խնդրում եմ։ Դե իհարկե, Պիա, Գրեգորիան չի կարող երեխա ունենալ։ Ուրեմն ինչու եմ ինձ այսքան վատ զգում։ Ինչպես արդեն ասացի, Սանտիագո, մենք վանական ըմբռնելու նոր ծրագիր ենք մշակել։ Հիանալի է։ Ողջույն։ Աստված իմ, ով է այս գեղեցկադեմ տղամարդը։ Ողջույն։
Ինչ եք անում այստեղ։ Որտեղ է Գրեգորյան։ Հանգստացեք, ամեն ինչ կարգին է, մենք ընդհատում ենք հղիությունը։ Ներեցեք ինձ, պարոն։ Աուրելիոն, իմ քեռին է։ Նա Լուսիան է, Հելենայի դուստրը։ Շատ հաճելի է, պարոն Տոնին իսկապես գեղեցիկ երեխաներ ունի։ Որքան հմայիչ քեռի ունես, այնպես չէ։ Լավ, ես փոքրիկիդ համար նվեր եմ բերել։ Պետք չէր Լուսիա, դրա կարիքը չկար։ Խնդրում եմ, դա ինձ հաճույք է պատճառում, բանն այն է, որ ես զգում եմ, որ ընտանիքի անդամներ ինձ չեն ընդունում, հիմա էլ կինդ է ինձնից նեղացել, իսկ ես ուզում եմ այս ընտանիքի անդամը դառնալ։ Շնորհակալ եմ։ Տեսնում եմ, որ այս փոփոխությունները քեզ վրա այնքան էլ վատ չեն ազդել, ճիշտ եմ։ Այո, ճիշտ ես, իրականում ես մի քիչ ընկճված էի, պարզապես Սանտիագոն ինձ օգնեց դրանում։ Դե իհարկե հուսով եմ, որ դուք էլ կօգնեք ինձ։ Լուսիա, ես ուզում եմ Վիոլետայի փոխարեն ներողություն խնդրել քեզանից։ Դե դու երևի գիտես, հղի կանայք շատ զգացմունքային են։ Այո։ Լավ, ես պարզապես եկել էի ձեզ այս նվերը տալու, այնպես որ հաճելի էր ծանոթանալ։ Հաջողություն։ Դեռ կհանդիպենք, պարոն Աուրելիո։ Աուրելիո, ճիշտ է։ Աուրելիո, առանց պարոնի։ Առայժմ Աուրելիո, հաջողություն։ Հաջողություն։ Դա ճիշտ է։ Ասացեք, դուք ընդհատում եք գոյիտայի հղիությունը։ Մակո, Բայց ինչու։ Մակո։ Ինչու։ Ես ովության հետ խնդիրներ ունեք։ Ես օգ կտանեին որդու մասին։ Խնդրում եմ, հանգստացեք, դա Գրեգորիայի համար լավագույն տարբերակն էր։ Մակո, հանգստացիր, խնդրում եմ, մենք այլ ելք չունեինք։ Որտեղ է Գրեգորյան, որտեղ է նա։ Ասացեք, իսկ դու համարձակվում ես ինձ հանցագործանել։ Դու ինձ ոստիկանությունով ես վախեցնում, սատանա։ Այդ ինչեր ես ասում։ Ինչեր ես անում։ Վերջը տնված երեխային ես սպանում։ Դու մարդասպան ես։ Մակո, խնդրում եմ։ Ոչինչ։ Ես հենց հիմա նրան կտանեմ, հասկացար։ Կապ չունի թե ուր կտանեմ, բայց մի բան հաստատ է։ Դու նրան այլևս չես տեսնի։ Դու չես կարող միջամտել։ Այդ ինչպես չեմ կարող միջամտել։ Այդ երեխան իմն է, դա իմ երեխան է, պարզ է։ Դուք ով եք։ Ով եք, որ որոշեք իմ որդու ճակատագիրը։ Լսիր քեզ, Լուսիայի պահվածքը տարօրինակ չթվաց։ Դե ճիշտն ասած, նա իրեն միշտ է այդպես պահում, չգիտեմ։ Ասես այնքան անհոգ լինի, կարծես այս ամենը նրան բոլորովին չի մտահոգում։ Ինչու՞։ Դե եթե ինձ էլ իմ ընտանիքից հեռացնեն, ես էլ աղքատության ու զեկանքների մեջ մեծանայի։ Ես էլ այդպես կանեի երևի։ Չգիտեմ։ Այո, իրավացի ես։ Խնդիրը նրանում է կայանում, որ նա իրեն այնպես է պահում, ասես եկել այստեղ Բորովսկիների մոտ հանգստանալու։ Այո, ճիշտ ես։ Այնպիսի տպավորություն է, կարծես սպասում է, որ պապիկը իրեն Կոլումբիայից վերադառնալու համար փոխհատուցում տա։ Չգիտեմ, բայց այսքան ամաչկոտությունը ու համեստությունը կասկածի տեղիք է տալիս։ Լսիր, Լուսիան Հելենայի ու Վալենտինոյի դուստրն է, իսկ Վալենտինոն վանականին ստեղծողն է։ Լուսիան ժառանգած կլինի որը վրեժխնդրություն։ Այսինքն Վալենտինոյի ողջ ատելությունը ու վրեժը մեր ընտանիքի նկատմամբ։ Նա կվնասի Բորովսկիի ընտանիքին, կտեսնես։ Կարճ ասած, շատ հնարավոր է, որ վանականը հենց Լուսիան է։ Ակվիլես, այլևս չեմ դիմանում այս ամենին։ Սպասիր, Լիթվան, լսի։ Հանգիստներ այս ամենին։ Ամեն ինչ լավ կլինի։ Ինչ է քեզ հետ կատարվում։ Սպասիր։ Մի քիչ էլ համբերիր, կտեսնես։ Դու նույնքան անառակ ես, որքան որ հարսդ։ Դու պիղծ ու նողկալի ես։ Դու ամուսին խլող ես, Ագրիպինա։ Մայրիկ, որտեղ էիր։ Աշխատում էի, իսկ ինչպես էր են պահելի Մարգարեդուստրը։ Շատ լավ, նայիր հայրիկն ինձ ինչ է տվել։ Ինձ համար։ Դե, բաց հարա եւ ընդունիր գայթակղություն Անաստասիա։ Դե քեզ տեսնեմ։
Բայց չի կարող պատահել։ Միթե սա ճիշտ է, Օվիդիո։ Հայցը կուլ տվեց։ Դու նորից իմ ծուղակն ընկար, Անաստասիա։ Այո, Անաստասիա։ Հենց այդ պատճառով են մարդիկ բաժանվում։ Դու պարզապես պետք է ստորագրես այն, եւ մենք կամուսնալուծվենք։ Ենթադրում եմ, որ մի ամսվա ընթացքում ապարզանի գործընթացը ավարտված կլինի։ Բայց սա ինձ վախեցնում է։ Բայց միթե դա չէր քո ուզածը։ Դե այո, բայց դու բոլորովին նման չես քեզ, Օվիդիո։ Ինչ է կատարվում քեզ հետ։ Սպասիր, ես արդեն գիտեմ։ Իսկ ինչ ես պահանջելու այս ամենի համար։ Որն է քո պայմանը։ Ինչու ես այսքան հեշտ հանձնվում։ Խնդրում եմ, Անաստասիա, գոնե մի քիչ հարգիր ինձ։ Սա թերապիա է, այն բժշկի հետ անցած բուժման կուրսի հետևանքն է։ Ես պարզապես ուզում եմ նոր մարդ դառնալ, ուզում եմ առողջ ապրել, ուզում եմ երջանիկ լինել։ Ապա հրզան։ Աչքերիս չեմ հավատում։ Հիշեցնեմ քեզ, որ Լուսիան նոր է մտք գործել մեր ընտանիքի եւ պատկերացում անգամ չունի վանականի մասին։ Այո, բայց Վալենտինոն այն օրը մեզ հետ էր։ Երբ փորձեցին գողանալ երազների խաչը, հիշում ես։ Այո։ Ինչևէ, մենք դա վերջերս պարզեցինք նաև այն, որ վանականը հենց նա է ստեղծել։ Այո, բայց սպասիր։ Լուսիան ոչ կախարդանքով է հայտնել, ոչ էլ ինքն է մեզ փնտրել։ Նրան Բրոմելյան է այստեղ բերել։ Ուրեմն մենք ոչ էլ դա գիտենք, Զարմիկ։ Ով գիտի։ Միգուցե Լուսիանը Բրոմելյանին ասել, որ իրեն այստեղ բերի։ Լավ, ես շատ երախտապարտ կլինեմ, եթե ուշադիր լինես և խնդրում եմ, պարզիր թե ինչ է տեղի ունենում։ Դու պետք է խոստանաս, որ մենք ընկերներ կմնանք, որովհետև կապ չունի, որ մեր ամուսնությունից ոչինչ դուրս չեկավ։ Դու մնում ես Կլաուդիայի հայրը և դա այդպես էլ կշարունակվի։ Այդպես էլ կլինի, Անաստասիա։ Ես ուզում եմ, որ իմանաս, որ ես փոխվել եմ, որ դա միայն քեզ համար չեմ անում, այլ նաև ինձ համար։ Ես չկարողացա գնահատել քեզ, դա էր պատճառը, որ դու ուրիշ տղամարդու սիրահարվեցիր։ Հենց այդ պատճառով էլ կորցրեցի քեզ, բայց ես ինձ ավելի լավ կզգամ, եթե իմանամ, որ գոնե մի լավ բան արել եմ քեզ համար։ Ես քեզ ազատում եմ այս ամուսնությունից, այնպես որ առաջ շարժվիր։ Բայց ես չեմ կարող այս ամենին հավատալ, դու կարծես։ Վերցրու։ Ստորագրիր այն, ես պետք է այս փաստաթղթերը վաղը դատարան տանեմ, որպեսզի ապահարզանի գործընթացը սկսվի։ Ստորագրիր։ Լավ, Օվիդիո, ես այն կստորագրեմ։ Ես կստորագրեմ այս փաստաթուղթը, բայց դու պիտի խոստանաս, որ ինձ չես խաբի։ Ասա, որ սա հերթական ստերից չէ։ Խնդրում եմ, հանուն մեր դստեր խոստացիր, ես չեմ ուզում, որ նորից խաբես ինձ։ Հիմար, ես այնպես կանեմ, որ քույրդ այնքան շատ ադի քեզ, որ հենց ինքն էլ վերջ կտա կյանքիդ։ Հիմար։ Մենք նման ձևով չենք կարող խոսել, Բրոմելիա։ Ատելությունդ խանգարում է քեզ մտածել։ Այ դու չես կարողանում մտածել, Ակվիլես, դու ինչպես կարողացար փոխել ինձ այս կնոջ հետ։ Ես տիկին եմ, իսկական տիկին, լսում ես, ոչ ոքի վիճակի չէ մտածել նման քայլի չեր դիմի։ Լավ, Բրոմելիա։ Հարցրու նրան ինչու է այդպես արել, Բրոմելիա։ Որովհետև նա անշնորհակալ է։ Ես աշխատում եմ եւ ընտանիքիդ համար եւ հայրիկիդ համար, որովհետև ուզում էի, որ դու հպարտանաս ինձնով։ Եվ տես թե ինչպես ես ինձ վարձահատույց լինում, դավաճանությամբ։ Խնդրում եմ, Բրոմելիա, դու արդեն հոգնել ես ինձանից։ Հիմա քեզ զոհի տեղ մի դիր։ Դե իհարկե ես զոհ եմ։ Թե կարծում ես հայրիկիդ հետ աշխատել իմ կյանքը չի դառնացրել, այդ ամենին գումարած։ Դու ինձ փոխեցիր այլ կնոջ հետ, բայց դուք մի բան լավ հասկացեք, դուք դեռ կիմանաք, թե ով է իրականում Բրոմելյան։
Միան հանգստացիր նրանք ոչինչ չեն արել Գրեգորիայի հետ, բայց նրան դեռ չեք կարող տանել, որովհետև անգիտակից վիճակում է։ Երդվեք դեր սուրբ մայրիկը, որ Գրեգորիայի հղիությունը չեք ընդհատել։ Երդվում եմ Մագո, նրանք Գրեգորիային ձեռք չեն տվել։ Ես հենց հիմա ուզում եմ տեսնել նրան։ Եթե նրան ձեռք տված լինեք, ես ձեզ կսպանեմ։ Ես կայրեմ այս հիվանդանոցը։ Y lo que lo dejo es pegado. Աստված իմ, այս ամենը սխալ էր։ Ես դա գիտեմ։ Սրա վերջը վատ է լինելու։ Nosotros sabíamos que iba a ser difícil, pero bueno. Մենք գիտենք, որ դժվար է լինելու, բայց դե մենք արդեն նահանջելու ճանապարհ չունենք։ Ակվիլես, ես չգիտեմ, արդյոք կարող եմ բոլորի նվաստացումները հանդուրժել։ Բրոմելյան դեռ առաջինն էր։ Դա սկզբի համար մի քիչ դժվար կլինի, բայց հետո նրանք կսովորեն մեզ իրար հետ տեսնել։ Ու քիչ-քիչ կհաշվեն այդ միտքի հետ։ Կտեսնես։ Ես հիանում եմ քո ինքնավստահությամբ։ Երանի ես էլ քեզ նման վստահ լինեի։ Դե լավ, հանգստացիր Ագրիպինա։ Արեն մի բան ուտենք։ Ես մեզ հաճույքով քեզ խոզապորտ կառաջարկեի եւ մեջ էգոպանի։ Դե գիտես, ես իմ աղքատ եմ, այնպես որ սա կարող եմ առաջարկել։ Մինչև աշխատանք գտնեմ։ Այո, մինչև աշխատանք գտնեմ։ Խոստանում եմ։ Ես հիմա վերցրու։ Գիտես ինչ, Ակվիլես։ Ինչ։ Ինձ ամենևին էլ չի հետաքրքրում այն, որ նրանք քեզ զրկել են ժառանգությունից։ Իսկապես։ Ես հարուստ չեմ եղել։ Եվ եթե նորից ստիպած եմ լինելու աղքատության մեջ ապրել, որպեսզի դու իմ կողքին լինես, ուրեմն բարի գալուստ աղքատություն։ Բայց դա երկար չի տևի։ Գիտես ինչ։ Մենք կարող ենք ռեստորան բացել։ Եվ միգուցե կարողանանք հարստանալ։ Այո, համեղ մակարոնները, որ դու պատրաստում ես, մենք կարող ենք ռեստորան առաջարկել ու վաճառել։ Այո, նաև կարող ենք պիցցա պատրաստել։ Պիցցա, այո, պիցցա։ Լավ միտք է, չէ՞։ Շատ լավն է։ Ակվիլես, ես իսկապես հիանում եմ քո քաջությամբ։ Դու ամեն ինչից անկախ առաջ ես շարժվում։ Որքան եմ սիրում քեզ։ Որովհետև ես էլ քեզ եմ սիրում Ագրիպինա։ Իսկ երբ մարդ սիրահարված է լինում, նա իրեն ամենազորը զգում։ Զգում է, որ կարող է գլուխ հանել ամեն ինչից։ Իսկ միասին մենք ամեն ինչից գլուխ կհանենք։ Վստահիր ինձ։ Բարի ախորժամ։ Շնորհակալ եմ։ Աստված իմ, դու խնջույքից ես վերադարձել, այնքան ուրախ ես երևում, ինչ է եղել, ողջույն։ Բանն այն է, որ ես ու մայրիկը միասին ենք աշխատում։ Այո, եւ դա դեռ ամենը չէ, Վիոլետա։ Արի այստեղ։ Ինչ։ Լսիր, մի հարցրու, թե նրան ինչ է պատահել կամ էլ ինչ ճանճ է գցել Օվիդիոն։ Այսօր Օվիդիոն մի փաստաթուղթ էր բերել։ Մի պահ ինձ թվաց, թե ամեն ինչ նորից գլխի վեր շուռ է գալու։ Արդեն պատրաստվում էի կատակությունս դուրս թափել, երբ տեսա, որ այդ փաստաթուղթը, ես հասկացա, որ դա կռահիր ինչ է, ապա հարսանի փաստաթուղթը։ Ոչ, Այո, ոչ, դու կատակում ես, այնպես չէ։ ոչ, ես ամենևին էլ չեմ կատակում, ես անգամ համոզվեցի, որ նա ինձ չի խաբում, դե որովհետև նա միշտ ապահարզանի հարցով ինձ խաբում էր, բայց ոչ, լսիր, գիտես ինչ, Օվիդիոյին բուժող բժիշկը պետք է մրցանակ ստանա, Նոբելյան մրցանակ, հաստատ բան եմ ասում, որովհետև սա հրաշք է, քույրիկս։ Այո, շատ լավ է։ Ես ուրախ եմ քեզ համար, բայց ապահարզանիդ հարցերը մեկ ուրիշ անգամվա համար թող, որովհետև ես այստեղ եմ եկել այլ պատճառով։ Իսկապես։ Աուրելիոն կարակասում է։ Իրոք։ Այո։ Իսկ ինչի համար է եկել։ Նա պարզապես այցելության է եկել, դե նրան ասա, որ Դե վերջացրու մի ձևացրու, նա եկել է քեզ մի շատ կարևոր բան ասելու։ Վերցրու։ Սա ռեստորանի հասցեն է։ իսկապես։ Այո, բայց ոչ ոքի այդ մասին չասես, եղավ։ Բայց Աուրելիոն ուզում է ինձ հետ ռեստորանում հանդիպել։ Իսկ ինչու։ Ինչու, այն էլ այս ժամին։ Ինձ սա դուր չի գալիս, չգիտեմ ինչու, բայց ինձ թվում է, որ սա թակարդ է։ Դու ես ինչ-որ բան ծրագրել, այնպես չէ։ Ես չգիտեմ։
Սին անիմասիրո խոսքեր մոլորված քանի անգամ ես սիրելով ընկնում եմ քո ուսած թակարը թսին պատմությունդ հորինված կպատմես ինձ վախերով ու գույներով ճոխպարուրված գիտեմ կեղծիկ է ինչ անել ինչպես քեզ բաց թողնել ամբողջ մարմնովս քո կրքոտ համբույրից ես քեզ զուլված եմ ինչքան ես լուր հավատում եմ քեզ այնքան ուժեղ